Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև ազգային ժողովի նախագահ եւ պաշտոնատար այլ անձինք։ Նիստում քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Վարչապետին զեկուցվել են ավելի վաղ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մանրամասները։ Նիկոլ Փաշինյանը մարտի 11-ին ելույթ կունենա Եվրախորհրդարանում։ Փաշինյանի ելույթը տեղի է ունենում 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք, ինչպես սպասվում է, կորոշեն երկրի արագ զարգացող հարաբերությունների ապագա ընթացքը ԵՄ-ի հետ եւ հարևան Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը։ Այս մասին նշված է Եվրախորհրդարանի կայքում։ Խորհրդարանի կին падգամավորները ու աշխատակիցները կանանց միջազգային տոնի արդիվ պարգևավճարներ են ստացել։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությամբ մարտի 8-ի արդիվ կին падգամավորները ու աշխատողները պարգևատրվել են 70,000 դրամի չափով։ Այսօր առավոտյան ժայռի փլուզման հետևանքով վթարվել է Արտաշավան Սաղմոսավան 700 մմ-անոց ջրատարը վարկյանում 70 լիտր ջրակորստով։ Veolia ջուր ընկերությունից տեղեկացնում են, որ այս ջրատարից են ջուր ստանում Աշտարակ քաղաքը, Օշականի ձախ ափը ու Սասունիկ եւ Կարին գյուղերը։ Իրականացվելիք աշխատանքի բարդ ու ժամանակատար լինելու պատճառով Veolia թիմը նշված բնակավայրերի սպառողներին ջրով կապավի այլընտրանքային ճանապարհով։ Փետրվարի 24-ին անհայտ անձինք մտել են Կոտայքի մարզի Գողթ գյուղում գտնվող Գեղարդավանք եւ գանձանակից հափշտակել մոտ 1 միլիոն դրամ։ Դեպքի վայր ժամանած համայնքային ոստիկանության գառնու բաժնի աշխատակիցները պարզել են, որ գողությունը կատարել են 56-ամյա եւ 55-ամյա տղամարդիկ։ Հարմարեցված բանալիով բացելով գանձանակի դուռը, նրանք փոկել են կապարակնիքը, հանել գումարը եւ դիմել փախուստի։ Ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ նրանք ձերբակալվել են եւ ընդունել իրենց մեղքը։ Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի կողմից հաստատված եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցված ԱՊԱ ընդհանուր պայմաններ կանոնների փոփոխությունները։ Կանոններում կատարված փոփոխություններով բարձրացվել են ապահովագրական գումարները, հատուցման առավելագույն սահմանաչափերը։ Գույքին պատճառված վնասների համար գործող 1.8 միլիոն դրամի փոխարեն սահմանվել է 2.5 միլիոն դրամ։ Անձնական վնասների համար գործող 3.3 միլիոն դրամի փոխարեն սահմանվել է 3.5 միլիոն դրամ։ Միևնույն ժամանակ գործող կարգավորումներով սահմանված տրամաբանությունը պահպանելու համար մեկ ապահովագրական պատահարի հետևանքով բոլոր տուժողներին պատճառված վնասների հանրագումարի գծով ապահովագրական գումարները բարձրացվել են համամասնորեն, համապատասխանաբար սահմանելով 25 միլիոն եւ 35 միլիոն դրամ։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։